Իսկ այդ զոհվելուց վախեցողներ դուք գոնե այնքան ուղեղ ունեք, որ հասկանաք, որ երբ պետությունը մեռնում է, դուք էլ եք մեռնում, դուք էլ եք զոհվում, ու այս անգամ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ու բարոյապես։ Պատերազմում գոնե պատվով ես զոհվում, իսկ պետությանդ լուծարման ու պետականությանդ մեռնելու ժամանակ համ ֆիզիկապես են քեզ սպանելու, եթե հարկ եղավ, դե բարոյապես էլ մեռած ես, եթե երկիրդ կործանողին ծափերով ես դիմավորում, էլ քեզ ի՞նչ բարոյականություն։ Էլով ես դու, եթե ոչ անարժանապատիվ, անինքնասեր, անհայրենիք ամեոբա։ Եթե դուք ձեզանով չեք կարող ըմբռնեք ու հասկանաք, թե ինչ սցենարի զոհ եք, ես ձեզ ասեմ, նման սցենարների հերթականությունը հետևյալն է։ Առաջի փուլը պատերազմ ու դրանով ճնշում գործադրելն է, այն որ ցույց են տալի իբր մեր բանակը մարտունակ չի, իբր շատ թույլ են, որ բոլորիդ ուղեղը մտնի, որ մենք ոչ կարող ենք կռվենք, ոչ էլ։ Այդ արդեն տեսել ենք։ Դրա երկրորդ ու տրամաբանական փուլը կապիտուլյացիան է, այդ էլ ենք տեսել։ Երրորդ փուլը բանակի թուլացումն է ու բանակի կրճատումն է, այդ էլ ենք տենում։ Չորրորդ փուլն էլ սահմանադրության փոփոխությունն է։ Ու այդքանից հետո արդեն առանց ժողովրդի կամքը հարցնելու կամ հաշվի առնելու